Տիկին Արմիկ, տարիքը չասացիք։ Ախ, չարաբախտ, այդ հարցը 60+։ Հրաշալի է։ Ինչ մենք հանդիպել ենք, ձեր հեռախոսը չի դադարում զանգելուց, ձեզ զանգահարում են, դուք պետքական մարդ եք, ձեր օր ինչպես է անցնում։ Շատ տարբեր, շատ զբաղվածություն, այստեղ ես չեմ դժգոհում, ինչ անում եմ, շատ հաճույքով եմ անում, հասցնում եմ, այսպես հոգին երևի, Աստված հասցնում է ամեն ինչ, ուղղակի այստեղ տղաս է շատ տուժում։ Ըմբոստանում է։ Մեկ դեղին քարտ, արդեն հասել է կարմիր քարտ ցույց տալ, միայն ինքն է տուժում։ Ուշադրության առումով, ընկերության առումով։ Դե բնական է տանը քիչ եմ լինում, չէ՞ որ դրսում եմ շատ լինում։ Այն որ ասում ախ եմ անում տանը լինել։ Դրա համար չի ստացվում ստեղծագործելու պահը։ Տիկին Արմիկ, ես երկար մտածել եմ աշխատող, սոցիալական կյանքում ակտիվ կանանց մոտ, այսինքն բալանսը շատ դժվար է ապահովել արտաքին տեսքի, կենցաղային գործերի, հասարակական կյանքում ակտիվության, պարտադիր եւ երեխաների հետ մասով, ինչ որ մի բանը պետք է այս քառանկյան մեջ դուժի, ձեր դեպքում բացի որ ընտանիքում ձեզ պակասն են զգում, այլ որտեղ է որ դուք տեսնում եք որ ավելին է պետք անել։ Ես ապրում եմ այնպես ինչպես ստացվում է։ Ինչ որ մի բան եթե չի լինում, պատկերացրեք այն արտահայտությունը կա, ասում է, այս Աստված սենց էր ուզում։ Եվ դա այնքան ճիշտ արտահայտություն է, եթե դու արդեն հոգով քո հոգին էլ այսպես ընթացքի մեջ է, չէ, եթե դա չի լինում, եղել է ժամանակ շատ եմ տրտմել հատկապես հոգևոր հավատացյալ կոչված միջավայրից, շատ հուզվել եմ եւ այլն, հետո մտածում եմ Աստված ջան, բա ինչու իմ սուրբ հոգին տրտմեցրի, ինչի չար ուրախացավ։ Եվ վերջապես որպես քրիստոնյա Քրիստոսին թողեցին, լքեցին, գնաց մենակ, ես ով եմ որ։ Դες մխիթարվում ուրախ Հիսուսի ներկայությամբ գնում եմ։ Էդ է երևի իմ ապրելաձևը չէ։ Իսկ երաժշտությունը եւ բարը ձեր կյանքում։ Եթե նկարչական չգնայի, հաստատ երաժշտությունը իմ էությունն է։ Երևի Աստված չի թողի, որ ես չվերանամ, չթրջեմ, մի փոքր աշխարհի մեջ մնամ։ Շատ իմ համար երաժշտությունը նկարչում եւ երաժշտությունը մի քիչ ավելի էլ է զորությամբ, ավելի շատ տեղ է գրավում։ Հատկապես ինչ տեսակ երաժշտություն եք սիրում։ Ամենատարբեր լսել։ Ամենատարբեր, ռոք, բլյուզ։ Միայն մի փոքր կաղում եմ, ես ռաբիս չեմ լսել մեր ընտանիքում, ծնողներ հայրս, մենք չենք լսել, ես այդպես սովոր չեմ, բայց լինում է հարսանիք ուրախությանը, երաժշտություն է, անկախ քեզանից ասած, եղբորս թորներ ասում Արմիկ Հորկուրը հենց երաժշտություն տեսնում է, ձեռքերը բարձրացնում է, այսինքն տրամադրության հետ կապված է միգուցե այդպես, բայց բարձր որակի երաժշտություն եմ, պիտի բարձր որակի լինի, միջին ցածր երաժշտություն այդպես հետաքրքիր։ Դասական լսում եք, ռոքից ինչ եք սիրում։ Դասական, անգամ շատ ժամանակ դե սիմֆոնիկ երաժշտության հրավերք ենք ունենում հաճախ, իսկ նախկինում անպայման պապկան մոտս պիտի լիներ, պիտի նկարեի։ Երբ որ երաժշտություն եմ լսում հոգևոր, հատկապես անպայման պիտի ինչ-որ մի բան ստեղծվի անկախ ինձանից, այդ աշճանին վրա ազդում էի սիմֆոնիան եւ ընդհանրապես բալետ, օպերա ով չի սիրի։ Իսկ ռոքից։ Ռոքել եմ սիրում, ավելի շատ բլյուզ այդ կարգի։ Հոգին էլ սնել է պետք, ինչպես մարմինը։ Իհարկե, վայ, մենք այնքան թող ինձ մեղք չգործեմ, բա եկեղեցին մեր մոտ այդ դասիրակչական, կարևոր չի հոգևոր այդ կարգի սնունդ։ Այդ եկեղեցական օրենքները, դա թող չիմանա, բայց իմանա, որ ինքը նաև մարմնի հետ հոգի կա։ Մեկ գնում ես միտեղ, այնքան կանայք կան, մեծ խոսում են, իբրև պաշտոն ունեն, իբրև թե ամուսիններ իրենց լավ պահում են եւ մնացած լավ բաները, խոսելուց հետո այնքան դատարկ են, մի քանի հարցից հետո երկար չես կարող խոսել,
Այդ ցավ եմ ապրում մեր օրինակ էլի աշխարհի օրինակ կինը հայ կինն է, հայ մայրը, հայկական։ Ուր է հիմա մեր հայ մայրերը, որ աստիճանի վրա են։ Դա է ինձ համար ցավ։ Ցավ եմ ապրում, հատկապես մեր հայ կանանց համար, չնայած ես ընտանիքը պետության հետ եմ համեմատում։ Մեր ընտանիքները ինչքանով են առողջ, ինչքանով են դաստիարակված։ Իհարկե, ես անընդհատ շեշտվում է 30 տարին։ Իսկապես այդ 30 տարի անգրագիտություն, դա ծրագիրեր, ինչ գործեր չհասկացանք, բայց որ մեր հայ ընտանիքները հայրը գնաց դուրս, աշխատեց, որ բերի, ընտանիք պահի, իր օրորդը մնաց տատիկի հույսին, ինչպես մեծացավ, չէ որ այդ աղջիկը հետո դարձավ ընտանիքի մայր։ Կինը պիտի միշտ երջանիկ լինի։ Երջանկության մեջը հարս մի անգամ մի օրինակ եմ հիշում հրապարակում մի հատ գեղեցիկ էսպես տեսքով իբրև թե հարուկ անճաշակ հարստու sense բաց էսպես անգամ վուլգար հարուստ հակած երիտասարդ մայրը արևածաղիկը հրապարակի կենտրոնում ուտում գցում, հանգիստ չես կարող, ու զանգում է աղջիկս ես այստեղ եմ, ու արդեն ենքան է մինչև այդ ենքան է կեղտոտել, մարդիկ անգամ հանգիստ չեն կա, զգուշացնում եմ, ասում ձեր տուն այդպես չես անի, այդ մնաց է, բայց սա քո տունն է, հայ կինը, այդ 30 տարվա չդաստիարակված մայրերի ընտանիքների զավակները մեր ապագան պիտի լինի, միայն դրա համար եմ ցավում։ Հետաքրքիր բան ասացիք։ Դա է։ Ուղղակի ինձ մոտ մի փոքր այլ է, նախ որպես քրիստոնյա աշխատում եմ մի քիչ գրագետ լինել, ասենք գիտեմ, որ մարդը եւ մարմին է եւ հոգի, չէ որ մենք մարմին այնքան ենք լվացնում, պուպուշ օծանելիքներով, ինչ ենք անում մեր հոգուն։ Ոչինչ, ոչ կարդում ենք, ոչ աղոթում ենք, մնացած բաները չհաշված, եթե հոգին չկա, մի հատ ուղղակի անհամեստ բան ասեմ, երբ որ մարդը մահանում է, ինչ է տեղի ունենում, ֆիզիկական մարմնից դուրս է գալիս հոգին, և առանց հոգու մարմինն ինչ է, հարազատը անգամ չի ընդունում, տանում է, վերջը հողին է հանձնում, հիմա մենք ապրող մարդով սիրտը աշխատում է, ինչ անենք, մենակ վազենք ուտելիքի, թե մտածենք, թե վայ ես մեկը ոնց հագավ, վայ ինչ կահույք է տունը, ինչի համար, և վերջապես ճիշտ ապրելու ձև կա, մենք սովորել ենք ապրելաձևի նոր սննդակարգի նոր ձևով մոդայիկ են աշխատում են մոդայիկ ապրել, չհաշված, որ անգամ հոգևոր պիտի գնան մկրտվեն, ձևական, պետք է քող գցեն, պսակադրվեն, իսկ դրանից հետո հոգին է ժամանակ են ապրում այդ խոստումի տակ,